Ինչպես եւ ինչու Արցախն օկուպացրեց Ադրբեջանը։ Ի վերջո ինչ եզրահանգման է եկել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը։ Ովքեր են մեղավոր, ով պետք է պատասխանատվություն կրի այդ ամենի համար։ Հարցեր, որոնց պատասխանները անհրաժեշտ են հանրությանը, պատերազմում զոհվածների հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր հանուն հայրենիքի կռվեցին 44-օրյայում։ Ահա այս անպատասխան հարցադրումներն են, որ լարվածություն ստեղծեցին ազգային ժողովի իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների միջև։ Ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը, բազմաթիվ հարցականներ հարցեր կան այդ զեկույցի հետ կապված։ Հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում։ Ու սկսվեց փոխադարձ հրաձգությունը։ Մեղադրանքներ միմյանց հասցեին, ԿՊԱ-կանները ընդդիմադիրների, վերջիններն էլ իշխանականների հասցեին։ Ու հենց այստեղ էլ բացահայտվեց, թե որքանով են լուրջ տրամադրված օրենսդիրներն իրենց աշխատանքին։ Դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են վատաշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ, խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը։ Հրապարակային չի։ Դրա համար էլ չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գա կանեք, մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք, շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Այս ֆոնի վրա ազգային ժողովի իշխանական թևն առաջարկեց հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենքի հեղինակները համարում են, որ անհրաժեշտ է նման օր ունենալ հիշատակելու բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին։ Հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին այդ արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ընդդիմադիրները դժգոհեցին, որ իշխող խմբակցությունը չի ընդառաջել իրենց եւ չի փոխել վերոնշյալ հիշատակի օրը։ Պատգամավոր Մինասյանի կարծիքով Ռուբինյանը ոչ պատշաճ ամսաթիվ է առաջարկել։ Հունվարի 27-ը մեր համար անընդունելի էր համարվում 2-3 պատճառներով։ Առաջինը այն, որ այնուամենայնիվ ենթատեքստը այսօրը որոշելու թիրախն է հայոց բանակի։ Ավելի շատ PR ակցիա է, քան թե իրական խոնարհումի եւ հիշատակի արժեվորման նպատակ է հետապնդում։ Հունվարի 28-ը Հայաստանում նշվել է որպես հայոց բանակի կազմավորման օր։ Յուրաքանչյուր տարի այդ օրը նշվում էր մեծ շուքով։ Հայրենիքի պաշտպանության եւ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այցելում էին Եռաբլուր Պանթեոն։ Նոր օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Իդեպ օրենքի նախագծի հեղինակներից է ոչ միայն Ռուբեն Ռուբինյանը, այլ նաեւ անկախ падգամավոր Գեգամ Նազարյանը, ում որդին զոհվեց 44-օրյա պատերազմում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։